Բարև ձեզ, ինչպես հասրեցիք նկատել, ես այսօր ավարտում եմ դպրոցը ու կարամ հանգի սրտող բողոքվեմ։ Կասեք, ինչքանով արդար, որ մենք տղաներս ամեն տարի դասարանում լինելով 4 տղա նվեր էինք առնում 18 աղջկա համար։ Ու աղջիկների համար էշտ է, իրանք ոնց էլ հավաքեին մեր նվերը կար։ Ես չեմ դժգոհում, ուղղակի հեշտ չէ, էլի սովորես մի դասարանում, որտեղ 18 աղջիկ ծնվել է օծի տարում ու ֆշշոցներ, անիմաստ բաների սկռիվներ, վերջում նայում էին իրար ծիծաղում, թե իբր ոչ մի բան է չի եղել։ Ու մենք տղաներով կողքից նայում էինք ու հասկանում, թե ինչ հեշտ է տղա լինելը։ Դե մենք դե ձևական բաներ չունենք, որ ինչ-որ մի բան լինում էր, սիրուն ձևով հավաքում, տանում 4 հարկում ծեծում էինք։ Բայց այդ անում էինք, որ ձեզ տենանք, ձերից շփվեինք, ընկեր Հովակի մեմ։ Իսկ դուք ընկեր Հովակիմյան մեր դասղեկին նեղացնում եք, որ մենք հանուն ձեզ նման բաներ էինք անում։ Այս խեղճկինը, մեր միասնության աղբյուրը, մեր երկրորդ մայրը, ինչ մեղավոր է։ Նա մեզ շատ է սիրում, բայց չի ասում, որ երես շարնենք։ Նա մեզ միշտ ասել է դասից շուշանալ, դաշ խանգարել, չխմբավորվել, իսկ դուք նրան նեղացնում եք։ Եվ վերջապես, կան հարցեր, որոնց պատասխանները մենք այդպես էլ չստացանք։ Օրինակ ափսոս ընկեր Խաչատրյանը չի եկել, որովհետև ուզում էի հարցնեի, թե ինչ է գեղեցիկը, էլի։ Եվ այսօր վերջի զանգին մենք տղաներով առանց աղջիկների նորմալ ելույթ կունենանք։ Ամեն տարվա վերջին զանգը ավարտողի համար թանկ է, ինչին կա սկիզբ, կա և ավարտ։ Այստեղ ենք մենք խինդով լիքը, այսօր դարձանք շրջանավարտ։ Հնչում է մեր հրաժեշտի խոսքը, այսօր ավաղ պիտի գնանք, բայց միշտ քոնը պիտի մնանք, քո սաները վեհ ու ազատ, իմ սիրելի, իմ աննման, դու կրթօջախ իմ հարազատ։ Սիրելի տնօրեն, փոխտնօրեններ, ուսուցիչներ և հյուրեր, գարունն այս տարի ուրիշ տեսքով է ինձ այցի գալիս։ Նա խաղաղված է և իմաստացած,
խոհերով լիքն է ինձ ողջույն տալիս։ Հերկերը խորն են, սերմերը առողջ, բոլոր ծիլերը խոստումներով լի, թեկուզ խաղաղված, բայց ելք է հրայրք, վերքի ակունք է նա հրաշալի։ Գարունն այս տարի ուրիշ տեսքով է ինձ այցի գալիս, նա անդորված է ինձ համբույր տալիս, ինչու է այդպես, նա է նմանվում իմ հոգուն սրտին, թե այս գարնան եմ նմանվում ես։ Այս տարվա բոլոր գույները մերն են է նաև բոլոր տոներն ու հաղթանակները։ Ինչ խոսք, տարօրինակ է հրաժեշտն ու բաժանումը տոն կոչել, բայց հրաժեշտի տխրությունը փոխվում է ուրախության, քանի որ այն ազդարում է մեր հասունությունը։ Մենք շտապում ենք մեծանալ, քանի որ անհայտն ու զարմանալին գտնելու երազանքներ ունենք, քանի որ ուզում ենք հավատալ մեզ, մեր ուժերին, մեր հնարավորություններին, մեր եսը գտնելու կարողությանը։ Տոն է այսօր, քանի որ վերջին զանգի ղողանջներն ազդարելու են մեր դպրոցական կյանքի ավարտը։ Այսօր առանձնահատուկ օր է, առանձնահատուկ նրանով, որ օրը մերն է, տոնը մերն է։ Համոզված ենք, որ այստեղ գտնվող յուրաքանչյուրի սրտում ապրումների հուզախռով տագնապ կա, շուրջը վառվռուն գույների հրավառություն է, մեր պատանեկան հույզերի արտացոլանքը։ Այս պատերի շուքի ներքո մենք մեր սիրո երգն ենք հյուսել, այստեղ կրթվել ենք, ուսանել ենք, այստեղ ենք պարզապես ապրել ազնիվ և գեղեցիկ, ապրել սիրով, տրված բարուն, մեր խենթության երգն ենք ձոնել 118 դպրոցում։ Մեր հարգելի տնօրեն, մեր բարեկամ, մեր ավագ և լավ ընկեր, շնորհակալ ենք, որ հնարավորություն տվեցիք մեզ սովորելու այնպիսի դպրոցում, որտեղ յուրաքանչյուր աշակերտ շրջապատված է հոգատարությամբ, ջերմ սիրով, գիտակ, բանիմաց ուսուցիչներով։ Ձեզ հետ մենք մեզ այնքան պաշտպանված ենք զգում, որ հեռանալն անասելի դժվար է թվում։ Երախտապարտ ենք ձեզ։ Սիրելի ուսուցիչներ, մեզ ծեր ու իմաստություն եք նվիրել, որը չեն դասավանդում, որի համար չեն գնահատվում, բայց որն ամենակարևորն է այս կյանքում, սեփական եսը գտնելու, ճիշտ և գեղեցիկ ապրելու համար։ Ուզում ենք հավատալ, որ նոր, ավելի հասուն կյանքում մենք դարձյալ շրջապատված կլինենք ձեզ պես մարդկանցով։ Մեր շատ սիրելի փոխտնօրեններ, մեր շատ սիրելի ուսուցիչներ, այս տողերը ձոնում ենք ձեզ։ Նույն ժպտուն աչքերն ու անկեղծ հոգին, ուսուցիչ բարի, վեհ ու թանկագին, խորիմացության լույսերը անսպառ փոխանցել եք ձեր աշակերտներին։ Մի շպտադեմ ավյունով լեցուն այն նույն հայացքը և լուռ և խոսուն, ձեր ավանդը շատ մեծ է, պատվաբեր, մատաղ սերնդի կրթության գործում։ Սիրելի ուսուցիչներ, մեր աչքերում մեր երազանքների գունախաղն է, անհնարինը մերը դարձնելու երևակայական ուժը։ Մենք մեր երկինքն ենք որոնում, թևածելու, բարձունքներում սավառնելու համար։ Այսօր հավատանք, որ վաղն էլ գեղեցիկ ու խորհրդավոր է լինելու մեր կյանքը։ Չորոնենք անհայտն ու անիմանալին, այլ վայելենք այս օրը, այսօրվա խորհուրդը, մեր երազանքների երկնքից թափվող երջանկությունն ու բերկրանքը։ Զարմանալի այս աշխարհը այնպիսին է, ինչպիսին մենք այն տեսնում ու հասկանում ենք։ Սիրելի ուսուցիչներ, եւ ձեր օրինակով եւ ձեր դասերով, որ հոգին է կերտում, փորձելու ենք մարդկային հարաբերությունների մռայլ գույները ներկել վառ գույներով ու հասկացել ենք, որ աշխարհն ինչպիսին ուզում ենք, այնպիսին էլ տեսնում ենք, կամ սև ու սպիտակ, կամ գունագեղ։ Ձեր խորհուրդները, հոգատարությունն ու սերը միշտ կուղեկցեն մեզ։ Հավատացնում ենք, որ ձեր ջանքերն իզուր չեն անցել, և դրանք դեռ կտան իրենց պտուղները, և մեզանով հպարտանալու դեռ բազում առիթներ կունենաք։ Շնորհակալ ենք։ Այս օրը կանցնի, և մենք կհատենք կարևոր մի սահմանագիծ, որից հետո յուրաքանչյուրիս կյանքում կսկսվի ինքնուրույն, ավելի վճռորոշ ու հասուն կյանքի շրջան։ Եվ հիշարժան այս օրը թող որ սկիզբ դնի այն նոր հաջողությունների, որոնք փարոս դարձած մեր մշտական ուղեկիցը կլինեն։ Como si fuera la última vez y enséñame ese pasito que no sé.
Un besito bien suavecito, bebé. Taki, 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 rum. Estamos claros y ya. No te lo voy a negar. Estamos claros y ya. So deja que yo te agarre, baby. Besos en el cuello para calmar la sed. Mi mano en tu cadera para empezar como es. No le vamos a bajar más nunca, mamá. Baila, placata, como ella lo mueve. Sin parar, las ganas de comerte ahora son más fuertes. Quiero tenerte y no te voy a negar. Ուսուցիչներ, թող հավեր շողա ձեր ստեղծագործ միտքը եւ թող հաղթանակներով ու նվաճումներով փայլատակի մեր սիրելի դպրոցը։ Կանցնեն տարիներ, դպրոցական օրերը կդառնան հավերժ եւ պայծառ մի հիշողություն։ Եվ ժամանակի հոլովույթում մենք մտքի դպրոց տաճարի մեր քարը դրած աշակերտներս կթերթենք այս դպրոցի տարեգրության մեր էջը։ Սրտի թրթիռով կվերապրենք հրաշք տարիները։ Մնաց բարով դպրոց, գիտելիքն ու արժեքների տարածման օրան, մեր հոգումը բոցավարված դպրության քո ջահն արհավետ, կուղեկցի մեզ դեպի լուսավորն ու բարին, դեպի կյանքի նոր հորիզոններն ու հրաստանները։ Մարդ կա, ելել է շալակն աշխարի, մարդ կա, աշխարհն է շալակած տանում։ Դու որ սխալվել, սակայն չես ստել, կորցրել ես հաճախ, բայց նորից գտել։ Դու որ ցայթակել ու վայր ես ընկել, ընկել ես սակայն երբեք չես ծնկել, այլ մագլցել ես կատարից կատար, ելել ես անվերջ, բարձրացել ես վեր։ Քո ահեղ դարից առնելով թևեր, ելել ես, որ ողջ աշխարհը տեսնես, որ անօրինակ քո դարը տեսնես, բոլոր կերպերով դու նրան զգաս, շահացով խնդաս, կորուստը սքաս, ելել ես իբրև նրա մունետիկ, որ նրա հեռուն զգաս քեզ մոտիկ, որ ճշմարտության ափերը տեսնես, ծպտված ստի խաբելը տեսնես, որ չվախենաս, որ չվարանես, որ անարդարության դեմ կխարանես։ Ահա թե ինչու դու այսքան տարի, դու, որ հարազատ ծնունդն ես դարի, քայլում ես անդուլ առաջ ընթանում, քայլում ես այնպես ծանր ու վիթխարի, ասես աշխարհն է շալակած տանում։ Մտնում ենք նոր կյանք, որտեղ ամեն բան լինելու է նորովի, եւ վստահ ենք, որ ձեր խորհուրդներն ու պատգամները տանելու ենք մեզ հետ։ Մեզ 7 սեր եք պատգամել, նախ հայրենիքը սիրել, ուրիշ մեծ սեր չի լինում։ Ծնողներին անշուշտ սիրել, նրանցից ենք ծնվել մենք, եւ մայր լեզուն միշտ սիրել, նրանով ենք սնվել մենք։ Բնությունն անշուշտ սիրել, մարդ կպահի նա միշտ մեզ, ազնվություն նախո սիրել, վարդ կպահի նա միշտ մեզ։ Սիրել նաև աշխատանք ու մեծ արվեստ միշտ սիրել եւ այս հավերժ լուսնի տակ մեկին հավերժ պիտի սիրել։ Ով իրեն է լոկ սիրում, նա դժբախտ է աշխարհում։ 7 սրբություն թե սիրեք, 7 նապատիկ կսիրվեք։
Հայրենիքը հոգու խոսքն է ոչ շուրթի, հայրենիքը համ քեզ հայր է, համ որդի։ Հայրենիքը մի զինվոր է արտնտունջ, բարձրաձայն չի ծառայում, այլ լուր ու մունջ։ Հայրենիքը հայրենիքն է այն սիրո, որ ծնվում է աղոթքի աղոտ լույսի ներքո։ Հայրենիքը այն տղերքն են նահատակ, որ չկամեցան ստանալ կիսած լուսնի ապտակ։ Հայրենիքը մեր քանակն է չափահաս։ Հայրենիքը ես եմ նա է, մեկ էլ դու ես երբ որ գաս։ Երեք տարի առաջ էր։ Մենք այս դպրոց մտանք առաջին անգամ։ Ամեն բան այնքան սառն ու օտար էր սկզբում, բայց շուտով ամեն բան փոխվեց։ Դարձավ այնքան հարազատ ու սիրելի, որ մենք չհասցրինք զգալ մեր նախորդ կրթօջախների կարոտը, որտեղ սովորել ենք 9 երկար ու ձիգ տարիներ։ 3 տարի, այդքան քիչ եւ այդքան շատ։ Եղան հրճվանքի պահեր, երջանկության եւ ուրախության պահեր։ Եղան նաեւ հիասթափության պահեր։ Եվ հենց այդ պահերին էր, որ մեզ գոտե պնդեց, հույս ու հավատ ներշնչեց ու անցնելիք ճիշտ ուղին ցույց տվեց մեր ամենահարազատ մարդը, մեր դասղեկը, ընկեր Ղազարյանը։ Մեր ամենասիրելի ու ամենաթանկ ընկեր Ղազարյան, դուք մեզ համար եղել եք ու կաք ավելին, քան պարզապես դասղեկ։ Հրաժեշտի խոսքեր չեն, որ ուզում ենք ասել։ Պարզապես շնորհակալ ենք ձեզ ձեր նվիրման եւ մեզ 3 տարի հանդուրժելու համար։ Ներողություն ենք խնդրում ձեր կյանքն այդքան ուտելու եւ նյարդերը չարչարելու համար, բայց մենք, որպես ձեր զավակներ, շարունակելու ենք նույն ոգով, քանզի վստահ եմ, որ դեռ գալու ենք ձեզ մոտ։ Սպասեք մեզ։